Բարև։ Աստղագետները հայտնաբերել են ամենաաղտոտված հայտնի սպիտակ թզուկը։ LSPM J07+3331 օբյեկտի մթնոլորտում ֆիքսել են 30 ծանր էլեմենտի, այդ թվում հազվագյուտ ստրոնցիումի հետքեր։ Քիմիական աղտոտման այսպիսի բազմազանության շնորհիվ այս աստղը բացառիկ նմուշ է կործանված մոլորակային մարմինների բաղադրությունն ուսումնասիրելու համար։ Հետազոտությունն անցկացրել է Մոնրեալի համալսարանի գիտնականների թիմը։ Սպիտակ թզուկները աստղեր են, որոնք ավարտել են իրենց կենսական ցիկլը։ Երբ աստղը նետում է իր արտաքին թաղանթները, մնում է մոտավորապես երկիր մոլորակի չափերի, սակայն արեգակի զանգվածի խիտ միջուկը։ Սովորաբար սպիտակ թզուկի մթնոլորտը բաղկացած է ջրածնից ու հելիումից, իսկ ավելի ծանր քիմիական տարրերը ուժեղ գրավիտացիայի պատճառով խորքերում են։ Այդ իսկ պատճառով սպիտակ թզուկի մթնոլորտում ցանկացած մետաղների հայտնաբերումը նշանակում է, որ աստղը կլանել է արտաքին նյութ, ամենայն հավանականությամբ կործանված մոլորակներ կամ աստերոիդներ։ Մինչև հիմա դիտարկել են բազմաթիվ նման օբյեկտներ, սակայն LSPM J0207+3331-ը առանձնահատուկ աստղ է։ Սպեկտրոսկոպիան այս սպիտակ թզուկի մթնոլորտում հայտնաբերել է նատրիումի, մագնեզիումի, ալյումինի, սիլիցիումի, կալցիումի, տիտանի, քրոմի, մանգանի, երկաթի, կոբալտի, նիկելի, պղնձի և ստրոնցիումի առկայություն։ Սա սպիտակ թզուկների համար էլեմենտների ռեկորդային մեծ հավաքածու է։ Դրանց համամասնության վերլուծությունը ցույց է տվել, որ աստղը կլանել է սիդերոֆիլ էլեմենտներով հարուստ կարծր մարմնի բեկորներ։ Այդպիսի էլեմենտները նախընտրում են կուտակվել մոլորակների մետաղական միջուկներում։ Հաշվարկների համաձայն կլանված մարմնի զանգվածի մոտ կեսը բաժին էր հասնում երկաթյա միջուկին։ Այս ցուցիչը հատուկ է երկրատիպ մոլորակների համար։ Սպիտակ թզուկի զանգվածը հավասար է արեգակի զանգվածի մոտ 0.65-ին, շառավիղը արեգակի շառավղի 1.1%-ին, տարիքը մոտ 3 միլիարդ տարեկան, իսկ մակերևույթի ջերմաստիճանը կազմում է մոտ 5900 կելվին։ Այս սպիտակ թզուկին նախորդող աստղը մոտ 2 անգամ ծանր էր արեգակից։ Էվոլյուցիան ավարտելուց հետո այն իրենից հետո թողել է կոմպակտ միջուկ, իսկ աստղի մոլորակային համակարգը աստիճանաբար կործանվել է։ Դիտարկումներն անցկացվել են երկու գործիքի կիրառմամբ՝ Մագելանի աստղադիտակի MAGE սպեկտրոգրաֆով և Կեկա աստղադիտարանի HIRES սարքով։ Լրացուցիչ ինֆրակարմիր տվյալները ցույց են տվել ճառագայթման ավելցուկ, ինչը խոսում է աստղի շուրջ պտտվող փոշու սկավառակի մասին։ Հաշվարկների համաձայն այն տարածվում է մինչև սպիտակ թզուկի շառավղից 36-ից 54 անգամ մեծ հեռավորության վրա ու ունի մոտ 5 անգամ 10-19 աստիճան գրամ զանգված։ Այսպիսի սկավառակը հավանաբար բաղկացած է նյութի միկրոսկոպիկ մասնիկներից, որոնք մնացել են աստղի մակընթացային ուժերի կողմից խոշոր մարմնի ոչնչացումից հետո։ Գիտնականները նշում են, որ աստղի մակերևույթ նյութի մատակարարման արագությունը կազմում է մոտ 10 գրամ վայրկյանում։ Սա բավականին մեծ արագություն է նման հին օբյեկտի համար։ Հատկապես կարևոր է ստրոնցիումի հայտնաբերումը, քանի որ այս նյութը արագ նստում է սպիտակ թզուկի խորքերում, իսկ դրա առկայությունը նշանակում է, որ ակրեցիայի պրոցեսը տեղի է ունենում իրական ժամանակում։ Այսպիսով համակարգն ակտիվ է մնում անգամ աստղի մահվանից միլիարդավոր տարիներ հետո։ Նախկինում համարվում էր, որ ծանր էլեմենտներով սպիտակ թզուկների աղտոտումը կարճաժամկետ երևույթ է, սակայն LSPM J0207+3331-ի տվյալները ցույց են տալիս, որ այդպիսի պրոցեսները կարող են շարունակվել աստղագիտական երկար ժամանակների ընթացքում։ Դա ստիպում է վերանայել պատկերացումներն այն մասին, որքան երկար է պահպանվում մոլորակային աղբը կարմիր հսկայի փուլով անցած համակարգերում։ Բացի այդ, նման օբյեկտների ուսումնասիրությունը գիտնականներին տալիս է էկզոմոլորակների քիմիական կազմն ուսումնասիրելու նոր միջոցներ, հատկապես երբ դրանց ուղիղ դիտարկումն անհնարին է։ Վերլուծելով աղտոտված սպիտակ թզուկների սպեկտրը կարելի է պարզել ինչ նյութեր են եղել կործանված աշխարհների կազմում, որքան նման էին դրանք երկրին ու ինչ պրոցեսներ են տեղի ունեցել դրանց ընդերքում։ Ըստ էության նման դիտարկումները թույլ են տալիս աստղագետներին հետին ժամանակով վերականգնել մոլորակային համակարգերի պատմությունը աստղի մթնոլորտում մնացած հետքերով։ LSPM J0207+3331-ն այսօր ամենաինֆորմատիվ օրինակներից մեկն է։ Սա սպիտակ թզուկ է, որը շարունակում է կլանել իր զոհված մոլորակի նյութը, պահպանելով սպեկտրում նրա դիմանկարը։ Միլիարդատեր Իլոն Մասկը կրկին սահմանել է իր մարսյան երազանքի մասշտաբները, այս անգամ հնարավորինս կոնկրետ։ Ձեռնարկատիրոջ խոսքով Մարսի վրա կայուն բնակավայր հիմնելու համար անհրաժեշտ կլինի նվազագույնը 100,000 մարդ։ Միայն այսպիսի թիվը, ըստ Մասկի, թույլ կտա ձևավորել ավտոնոմ և ինքնաբավ հասարակություն կարմիր մոլորակի վրա։ SpaceX-ի ղեկավարի հայտարարությունը հնչել է X սոցիալական ցանցում Ars Technica-ի վերլուծաբան Էրիկ Բերգերի հետ քննարկման ընթացքում։ Լրագրողը կասկած է հայտնել Starship նախագծի հեռանկարների հետ կապված, սակայն նշել
նշել է, որ այս տիեզերանավը միակ իրական թեկնածուն է մնում երկրային ուղեցրի սահմաններից այն կողմ թռիչքների համար։ Մասկը պատասխանել է, որ համոզված է Starship-ի հաջողության մեջ ու արդեն տեսնում է այլ աշխարհների փուլային գաղութացման հստակ պլանը։ Մասկի կարծիքով միայն Մարսի վրա վայրեջք կատարելը բավարար չի լինի։ Պետք է ոչ թե ուղղակի հասնել, այլև մնալ կառուցելով կենսապահովման համակարգեր, արտադրություն, էներգետիկա ու ամենակարևորը հասարակություն, որը իզորու է զարգանալ առանց երկրի մշտական աջակցության։ Նրա գնահատմամբ դրա համար անհրաժեշտ է նվազագույնը 100,000 մասնակից, ովքեր կկարողանան կատարել բոլոր առանցքային գործառույթները ինժեներներից ու բժիշկներից մինչև ֆերմերներ ու ուսուցիչներ։ Սակայն մարդիկ միայն հավասարման մի մասն են։ Մասկը շեշտել է, որ անհրաժեշտ կլինի Մարս հասցնել մոտ 1 միլիոն տոննա սարքավորումներ ու ռեսուրսներ։ Սա ներառում է էներգակայանքներ, շինարարական մոդուլներ, կապի միջոցներ, արտադրության միջոցներ եւ մթերքի պաշարներ։ Այս ամենը պետք է կարողանա ապահովել գաղութի կենսագործունեությունը, եթե հանկարծ երկրից մատակարարումները դադարեն։ Գլխավորն ըստ Մասկի այն է, որ մարսյան համայնքը կկարողանա ինքնուրույն գոյատևել ու զարգանալ։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի խոսել իրական գաղութացման մասին։ Այս շաբաթվա գիտական տերմինն է ապոպտոզը։ Գիտնականներն ապոպտոզ են անվանում բջջի ծրագրավորված մահը։ Առանց այս պրոցեսի կյանքը անհնարին կլիներ։ Պարադոքսալ է հնչում, բայց հենց ապոպտոզի շնորհիվ է օրգանիզմը մնում առողջ եւ բալանսավորված։ Ապոպտոզը ոչ հիվանդություն է, ոչ էլ վնասվածք։ Սա մանրակրկիտ կարգավորող ծրագիր է, որը ներդրված է յուրաքանչյուր բջջի մեջ։ Երբ բջիջը ծերանում է, վնասվում կամ անպետքանում, նրա ներսում գործարկվում են մոլեկուլային ազդանշանների շղթա։ Այս ազդանշանները ակտիվացնում են հատուկ ֆերմենտներ, որոնք խնամքով բաժանում են բջիջը մասերի, չվնասելով հարևաններին։ Մնացորդները հետագայում կլանում են մյուս բջիջները մաքուր, անվտանգ ու առանց բորբոքման։ Այսպես օրգանիզմն ազատվում է նրանցից, ով արդեն կատարել է իր դերը։ Ապոպտոզի շնորհիվ են ձևավորվում սաղմի հյուսվածքները, նորացվում է մաշկը, անհետանում են դեֆեկտային բջիջները, որոնք կարող են վերածվել քաղցկեղայինի։ Իսկ երբ ապոպտոզի մեխանիզմը խախտվում է, հետևանքները շատ լուրջ են լինում՝ ուռուցքներից մինչև նեյրոդեգեներատիվ հիվանդություններ։ Գիտնականները ուսումնասիրում են ապոպտոզը ոչ միայն կենսաբանությունը հասկանալու, այլև ապագայի բժշկության համար։ Կառավարելով այս պրոցեսը հնարավոր կլինի ճշգրիտ կերպով ոչնչացնել քաղցկեղային բջիջները կամ հակառակը պաշտպանել առողջ նեյրոնները վաղաժամ մահվանից։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։